Երևանը խոսում է տնտեսական խնդիրների մասին, Մոսկվան Հայաստանի աշխարհաքաղաքական ընտրության։ Այս ֆոնին էլ կայացած Նիկոլ Փաշինյանի եւ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցում վարչապետը ուշադրություն է հրավիրել Հայաստանից գյուղմթերքի, կատնամթերքի, ձկնամթերքի եւ այլ ապրանքների արտահանման սահմանափակումների վրա, նշելով, որ դրանք հակասում են երկկողմ պայմանագրերին եւ ԵԱՏՄ կանոններին։ Կրեմլը իր հերթին առանձնացրել է Հայաստանում Եվրամիության անդամակցության հարցերով հանրաքվեի թեման, մինչդեռ Փաշինյանը վերահաստատել է, այն հնարավոր է միայն Եվրամիության անդամակցության պաշտոնական դիմումից հետո։ Քաղաքագետ Սամվել Մելիքսեթյանի խոսքով այս հեռախոսազրույցի գլխավոր առանձնահատկությունն այն է, որ այն առաջինն էր Հայաստանի խորհրդարանական ընտրություններից հետո, սակայն եթե փորձենք թարգմանել, հեռախոսազրույցը նշանակում է, որ հայ-ռուսական հարաբերություններում ճգնաժամը շարունակվում է եւ այն լուծումները, որ ակնկալում են Ռուսաստանից, չկան։ Ես կարծում եմ, որ քանի որ այդ խնդիրը կա, այսինքն կան պահանջներ, որոնք դժվար է իրականացնել եւ դա նշանակում է, որ նաեւ լինելու է ճգնաժամ Հայաստանի եւ Եվրամիության հարաբերություններում, եթե Հայաստանը գնա ռուսական կողմի պահանջները կատարելուն, հետեւաբար մենք ունենալու ենք շարունակական դրսևորումներ այս կոնֆլիկտի, այսինքն լինելու են սահմանափակումներ, կարծում եմ նաեւ մինչեւ տարվա վերջը, մինչեւ դեկտեմբերյան այդ ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը եւ քննարկումը գուցե շոշափի նաեւ գազի գնի թեման, այսինքն Ռուսաստանը փորձելու է օգտագործել բոլոր այն լծակները, որ ունի ճնշելու Հայաստանի վրա։ Հեռախոսազրույցին հաջորդել է Վլադիմիր Պուտինի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի զրույցը։ Ըստ Կրեմլի քննարկվել են երկկողմ հարաբերություններն ու միջազգային օրակարգը, սակայն վերլուծաբան Հովսեփ Խուրշուդյանի համոզմամբ այդ հաջորդականությունը պատահական չէր։ Պուտինը շարունակում է Ալիևի հետ աշխատել Հայաստանի դեմ եւ միասին են նաեւ կարգավորում իրենց այստեղի 5-րդ շարասյան ազդեցությունը մեծացնելու ջանքերը։ Վերլուծաբանները նշում են, որ այսօր Հարավային Կովկասը շարունակում է մնալ Ռուսաստանի համար առանցքային ուղղություններից մեկը, իսկ հայ-ադրբեջանական հարաբերություններն այն հիմնական հանգույցն են, որի շուրջ ձևավորվում են տարածաշրջանային զարգացումները։ Եվ պարզ է, որ ռուսական կողմը ինչ-որ ձևով փորձում է իր դիրքերը պահպանել կամ ուժեղացնել տարածաշրջանում, քանի որ վերջին տարիներին այդ դիրքերը զգալիորեն թուլացել են, բայց ես չեմ կարծում, որ դա հաջողությամբ կպսակվի, այսինքն այն փորձերը օգտագործել ինչ-որ ձևով Ադրբեջանը Հայաստանի դեմ կամ Հայաստանը Ադրբեջանի դեմ, կարծում եմ այլևս չեն աշխատել։ Այս ֆոնին Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը հերթական կոշտ հայտարարությունն է տարածել, պնդելով, թե Եվրամիությունը գիտակցում է, որ Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում կհայտնվի տնտեսական ծանր ճգնաժամի առաջ, իսկ Բրյուսելը չի կարողանա փոխհատուցել դրա հետևանքները։ Հայտարարության մեջ նաև նշվում է, թե եվրոպական երկրները պատրաստ չեն բացել իրենց շուկաները հայկական արտադրանքի համար, մինչդեռ Երևանից պահանջում են նվազեցնել ռուսական ազդեցությունը ռազմավարական ոլորտներում։ Քաղաքագետ Սամվել Մելիքսեթյանի կարծիքով նման հայտարարությունները նորություն չեն եւ տեղավորվում են Ռուսաստանի երկարամյա քաղաքական գործելավոճի շրջանակում։ Իրենք փորձում են տարբեր ալիքներով եւ ներքին լսարանի համար եւ արտաքին լսարանի համար ցույց տալ, որ ինչ-որ գործընթացներ են գնում, որտեղ իրենք ակտիվ դիրքորոշում ունեն եւ նաեւ բացահայտում են ինչ-որ գաղտնի մեխանիզմներ Եվրամիության, Արևմուտքի, այսպես ասած, վնասակար ազդեցության հետխորհրդային տարածաշրջանի վրա։ Նրա դիտարկմամբ Մոսկվայի պաշտոնական հռետորաբանության մեջ Հայաստանը հաճախ ներկայացվում է ոչ թե որպես ինքնուրույն որոշումներ կայացնող պետություն, այլ որպես արտաքին ազդեցությունների օբյեկտ։ Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը ինչ կապ ունի ԵԱՏՄ երկրների անունից խոսալու հետ։ Ինչ է ԵԱՏՄ երկրների կամ ԵԱՏՄ կառույցի մամուլի քարտուղարությունն է եւ վերջապես ամենակարևորը, ասենք, ինչ է նշանակում մեղադրել Բրյուսելին, որ Բրյուսելը տանում է Հայաստանի տնտեսությունը կործանման, այն դեպքում, երբ որ հենց Բրյուսելն է, որ փոխհատուցում է գոնե այն ծավալները, որը որ այս պահին որոշվել է, իսկ դրանք մեծանալու են, խոստացվել է նաև որ մեծանալու են ծավալները Ռուսաստանի կողմից պատժամիջոցներից եկող վնասները։ Ի վերջո, ըստ Խուրշուդյանի, Ռուսաստանը հասնելու է նրան, որ Հայաստանը դուրս է գալու ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից, դուրս է հրավիրելու ռուս սահմանապահներին հայ-թուրքական եւ հայ-իրանական սահմաններից եւ հրաժարվելու է Ռուսաստանի հետ կոնսեսիոն պայմանագրից, այսինքն չեղարկելու է երկաթգծի պայմանագիրը։ Խուրշուդյանի համոզմամբ Հայաստանը ավելի շատ քայլեր ունի Ռուսաստանի դեմ անելու, իսկ Ռուսաստանն արդեն իր գործիքակազմի մեծ մասը կիրառել է։ Մարինե Դվոյան, Սեյրան Հակոբյան, Հորիզոն։